Բարև բոլորին, ես շարունակում եմ իմ վիդեո դասերի շարքը, այսօր անդրադառնում եմ edit poly գործիքին, ուրեմն այստեղից ես մի հատ box դնեմ, ուրեմն այս box-ի գույնը փոխեմ, մոխրագույն ավելի ճիշտ, սրա վրա ցույց տամ edit poly գործիքակազմը, այստեղից է կարող եմ դնեմ և այստեղից էլ, ես այս պահին կդնեմ այստեղից, ինչն է այստեղից մոդիֆիկատորների միջից, այսինքն edit poly դնելու առավելությունը, որ ցանկացած պահի կարող ենք ջնջել ու մեր արած գործը կջնջվի, օրինակի համար ստե մի բան ցույց տամ, ուղղակի ասենք այսպես բան եմ արել, ինչ որ գործ եմ արել ու շատ բաներ, ոչ միայն այս մի հատը, ասենք ցանկացած պահի մոդիֆիկատորը ջնջելով այդ արված գործը կառանձնացնենք սրա վրայից, քանենք այսինքն այս box-ի վրայից, իսկ editable poly, որը այստեղից ենք դնում այսպես, չենք կարող նախև առաջ մտնել այս box-ի վրա, վերադառնալ box վիճակին, դրա համար ստիպված ենք Ctrl+Z-երի միջոցով վերադառնանք նախ ինչ-որ մի հատ քայլի, որտեղից ավելի լավ է եղել ձեր մոդելը, տարբերությունը այդ է, հիմա ես այստեղից դնում եմ edit poly-ն և ծանոթանում ենք գործիքներին, այստեղից եռանկյունիկ ունի այստեղ մի հատ ինքը, սրա վրա սեղմում եմ, բացվում է ասես մի հատ պատուհան, vertex նշանակում է կետերի ռեժիմ, կետերի հետ կարող եմ աշխատել, edge-ը գծերի ռեժիմ, որը կարող եմ գծերի հետ աշխատեմ, border-ը պատռված հատվածի հետ աշխատում, որն որ ցույց կտամ հիմի, այսինքն polygone-ը այս polygone-ների ռեժիմի ժամանակ կարող եմ ցանկացած polygone-ի հետ գործողություն կատարեմ եւ իհարկե ինքը այստեղ առաջարկում է, որ գործիքների մի հատ մեծ ցանկ ու մանավանդ polygone-ների ռեժիմի ժամանակ ամենաշատ գործողություններն ենք ավելի շատ գործիքակազմա տալիս ու շատ օգտագործվող ռեժիմներն են polygone-ը, edge-ը, vertex-ները։ Հիմա հասկանանք այստեղ border-ն ինչ է, այս նշեցի polygone-ը ջնջում եմ, այստեղ գալիս եմ border, սեղմում եմ սրա վրա, տեսեք ամբողջությամբ նշեց եզրերը, border նշանակում է սահման եզրեր, ես այստեղ որ border եմ սեղմում, այստեղ ցանկացած մի եզրի գծի որ վրա սեղմեմ, ինքը ինձ ամբողջությամբ կնշի, այստեղից կարող ասում քափ ու փակեմ այս հատվածը, polygone-ը դե հասկացանք ինչն է, էլեմենտը ամբողջությամբ մի էլեմենտի հետ է գործում, այս ֆիզիկապես կպած մի դետալի մասին է խոսքը։ Հիմա գանք այստեղից vertex-ների ռեժիմ, և հասկանանք ինչ է տրամադրում, ինչ գործիքներ է տրամադրում vertex-ների ռեժիմի ժամանակ։ Այստեղ edit vertices նշանակում է, այսինքն կարգավորումներ կետերի նկատմամբ, նայեք, ուրեմն այստեղ կա ունենք remove, break, առաջի հետ երկուսին ծանոթանանք, ինչ է անում, եթե այս կետը ուզում եմ ես ջնջեմ, օրինակ, եթե delete-ով ջնջեմ, իրեն կպած հարակից polygone-ների հետ կջնջի, եթե ես Ctrl-ը backspace-ը սեղմեմ, ինքը այս ձև կջնջի, այսինքն գծերը կվերացնի և polygone-ները կհայտնվեն, կդառնան մի ուրիշ ձևի, ամեն դեպքում 3D մոդելը կփչանա այս պարագայում, այսինքն Ctrl backspace-ն ու այստեղ remove-ը նույնն է, ես այստեղից հասկանամ ինչ է break-ը, break սեղմում եմ, այս կետերը իմ այստեղի կետերը իրարից բաժանվեցին, պատռված կստացվավ, այստեղ այսպես հետ տանեմ, այս կետը թող մնա նույն կետում, ինչի համար ես ցույց եմ տալու target weld գործիքը, weld-ը և target weld-ը։ Այս պարագայում ես քանի որ այսպես հեջերից հեռացած կետեր ունեմ, ոնց եմ break-ից հետո weld-ով միացնում իրար, weld-ը զոդելն է, այսինքն իրար կպցնել կետերը, ես այս բոլոր 3 կետերը վերցնում եմ, ասում weld չի միացնում, ինչի ասում եմ, որ այն տարածություն չափը, որ դրված է այստեղ, օրինակի համար 1 մմ է, 3 մմ-ից հեռու են գտնվում այս կետերը, ես պիտի այստեղի թիվը շատացնեմ, այսինքն մեծ թվի մեջ ընկնող բոլոր նշված կետերը միացնում են իրար, տեսեք, ես շատացեցի, գրվավ այստեղ before 10, այսինքն 10 էր սկզբում, դարձավ հիմի 8 կետ, ասում եմ ok իրան, ես weld-ը break-ը ցույց տվեցի, target weld ինչ է անում, այստեղ օրինակի համար այս կետը, եթե մեր ճիշտ կետն այն կետն է, որ պետք է մնա կայուն, չշարժվի իր տեղից, այստեղ ես պիտի գամ ասեմ target weld,
Target weld-ը ինչ է անում, թիրախային է, այսինքն իր ասում ես, գալիս եմ այս կետի վրա սա կլիկ եմ անում, սեղմում, տարում եմ ցույց եմ տալիս այն կետը, որի նկատմամբ ուզում եմ գնալ կպնի։ Սեղմում եմ սրա վրա եւ միանում է այստեղ։ Նույն տրամաբանությամբ էսի, sense կետա գծերով ինքը ցույց է տալիս, որ բռնել է, տանում է, կպցնում է այս կետին։ Ձախ կլիկ ենք անում նորից ու այս կետերն իրար կպահանջի։ Դա target weld-ը։ Այստեղից ինչ է անում connect-ը։ Connect-ը երկու կետերը միացնում է իրար, ստե պարամետրեր չկա օրինակի համար, բայց ես պարագայում ես միացրեցի, ինչ եմ ուզում ասել, այստեղից օրինակի համար այս կետը եթե ուզենամ իրար միացնեմ, չեմ կարող, որտեղ այստեղ մեջտեղից գիծ անցնում։ Այս պարագայում ես երկու ստեղ տեսնեմ ինչ ունեմ ցույց տալու, extrude-ը եւ chamfer-ը։ Կետի chamfer-ը այդքան շատ չի կիրառում, բայց փափուկ կահույք մոդելավորելու ժամանակ այն օգտակար է, extrude-ն ու chamfer-ը օգտագործվում են։ Այստեղ chamfer-ի վրա այս հատվածում այս կողքի կարգավորումների բաժնում սեղմում, այստեղից sense amount-ը մեծացնում եմ։ Ինչ է ասում այս հատված, ասում կետը բացում է, ինքը հարթեցնում է, եթե այստեղ գծերը շատացնեմ, sense նայեք ինչ ստացանք մենք։ Chamfer-ը այս վարակում այս 4-րդ կոճակի վրա սեղմում ենք, բացված կա անում այդ հատվածում, որտեղ որ chamfer-ը արել։ Այստեղ գծերն է շատացնում, գծերը քչացնում, մինիմում այս ձևով է ցույց տալիս, այսինքն իսկ այս երրորդ պարամետրը ասում է մաքսիմում, այսինքն chamfer-ը ոնց որ իր գործոնը, հա, չի ցույց տալիս այս պարագայում իր ֆունկցիոնալ հատկությունը եւ ասում է, որ ընդհանրապես գծերը բաշխվել են, բայց ինքը կլորացումը տեղի չի ունեցել։ Ես այս պարամետրի բռնում եմ, այսինքն հետ եմ տանում, այսինքն զրոյացնում եմ, նայեք ինչ ստացա։ Այսինքն նմանատիպ բաներ ստանալու համար այս chamfer-ը այս ձևի գործողություն կարող է կատարել։ Հիմի վերադառնամ ես նախնական վիճակին, այս գծերս ասենց դարձնեմ ավելի ճիշտ կետի chamfer-ի պարագայում բնականաբար ասենց ասենք, եթե ես OK եմ ասում, հաստատվում է, մնում է։ Chamfer-ը, կետի chamfer-ը կոնկրետ շատ քիչ է պետք գալիս, բայց ամեն դեպքում ծանոթացանք նրան, ուրեմն Ctrl Z-ով դուրս գամ, ես ահա, սենց դուրս գամ, chamfer-ը հասկացանք, ինչ անում է extrude-ը, կետի extrude-ը վերցնում է այս կետը ու սենց ինքը այս կետը սենց դուրս մի հատ կետ է դուրս բերում, երբ որ ես իր երկրորդ պարամետրին եմ ձեռք տալիս, սենց փոխում եմ չափսերը, այստեղ այս կետը, որ դուրս է եկել, սենց ցույց է տալիս, որ այս իր հիմքը, որտեղից որ ինքը դուրս է գալիս, կարող է նրա ռադիուսը մեծացնել, նայեք նույնիսկ այստեղ, եթե ես այստեղ պլյուս սեղմեմ, սենց ավելանալով գնալու է ինքը։ Ես ասում եմ Ctrl Z, իհարկե, սենց իհարկե X-ով փակում եմ ու ինքը նորից վերադառնում է նույն վիճակին։ Այստեղ հասկացանք vertex-ների ռեժիմի ժամանակ շատ օգտագործվող կոճակներ դա weld, target weld, connect։ Այդ երեքն են, փափուկ կահույքի մեջ օգտագործվում են նաև extrude-ը եւ chamfer-ը։ Remove ու break-ը շատ հազվադեպ կարող է պետք գան, շատ քիչ դեպքերում։ Նայեք, edit vertices, այսինքն հասկացանք սա ինչ է։ Edge-երի ռեժիմ ենք տեղափոխվում, հասկանանք edit edges-ը ինչ է անում այս պարագայում։ Օրինակի համար, այսինքն գծերի հետ ենք աշխատանք տանում։ Ես այս երկու կետերը վերցնում եմ, ասում եմ իրեն connect։ Եթե ես սրա վրա սեղմեմ, հենց connect-ի վրա, մի հատ գիծ է ստեղծում։ Եթե ես այս connect-ի կողքը գտնվող մի պատուհանի վրա եմ սեղմում, ստեղծում եմ պատուհանը բացվում է, ասում եմ, որ կարող եք գծերը փոփոխել, մի հատից բազմացնել, շատացնել, այսինքն 2, 3, շատ, տենց։ Ես օրինակի համար այս պարագայում 2 եմ դնում, երկրորդ պատուհանը հասկանալու համար։ Ուրեմն այս երկրորդ պատուհանը ասում է, որ այդ երկու գծերի ինտերվալն են որոշում, իրար մոտ լինեն, թե իրարից հեռու։
երրորդը ասում է այդ երկու գծերը աջ գնան, ձախ գնան, թե աջ գնան, կամ վերև ներքև, եթե վերև ներքև ունենայինք գծեր, եթե ասեմ plus, այստեղ երկու այդ նշված գծերի մեջ ինքը նորից գծեր կստեղծի, այստեղ եթե OK ասեմ կհաստատի, եթե X անեմ կար դուրս կգամ այս վիճակից, այս գործիքից, ուրեմն այստեղ ես երկու հատ գիծ ունեցա, գծերը ոնց ենք ջնջում, delete չենք անում, որտեղ sense կջնջի, Ctrl Z-ով հետ գամ, Ctrl Backspace-ով եմ ջնջում, ուրեմն հասկացանք ինչ է անում գծերի connect-ը, ես այս պատուհանը, այս հատվածը, պոլիգոնը ջնջում եմ, այստեղ երկու այս գծերը վերցնում եմ, հասկանում եմ, որ այստեղ ինչ է անում, թե bridge-ը, օրինակ երկու կետերը միացնում է, այսինքն այս պատուհանը, պոլիգոնը վերականգնում, սեղմում եմ իրա վրա, սենց է միացնում, եթե ես սեղմեմ սրա վրա, այստեղ ինքը ասում է, որ ոչ միայն միացնեմ, այստեղ կարող ենք թվերը փոխել, թե քանի հատ գիծ ենք ուզում, օրինակի համար սենց գծեր է ինքը ստեղծում, bridge-ը ուրիշ ֆունկցիաների մեջ, նորից պոլիգոնների մեջ ավելի մանրամասն ու ավելի շատ կիրառվող է, քան գծերի ժամանակ, ամեն դեպքում ծանոթացանք, այս գծերի քանակ կարող ենք դնել այստեղից, սա bridge-ն էր, bridge-ով փակեցի, կարող էի bridge-ով էլ փակել, այս ջնջված պոլիգոնի հատվածը, ուրեմն bridge, connect, chamfer, շատ օգտագործվող գործիք, մանավանդ հենց գծերի համար, ստեղից ասում եմ chamfer, այստեղ այս amount-ը շատացնում է, ինչ է անում chamfer-ը, սուր հատվածները ինքը կորացնում է, սենց գծերը ինչքան շատացնեմ, այդքան կլինի հարթ, F4 ռեժիմերի տանջատեմ, տեսնում ենք, որ ինքը բավականին կորացրել ու հարթ դարել, սուր անկյունը կլորացնում, այսպես, ուրեմն chamfer-ը նույն տրամաբանությամբ այստեղ open-ը բացում է այս հատվածը և այսքանը chamfer-ի մասով, եթե ասենք OK կպահպանվի, ես ասում եմ X-ով դուրս եմ գալիս, գծի extrude-ը շատ նման է կետի extrude-ին, նորից ինքը սենց դուրս է բերում, մի հատ կետի extrude ժամանակ կետ է դուրս բերում, ստեղ սենց գիծ է դուրս բերում, իհարկե երկու պոլիգոններ ունենալով, այստեղ նորից ասում է դու ընտրի իրա այդ հիմքի լայնությունը, սենց ինչքան պետք է լինի, ինչքան կարա լինի, OK ենք ասում հաստատում, X-ով կարող ենք վերադառնալ նույն վիճակին, ջնջում ենք, այսինքն գծերի ռեժիմում հասկացանք connect-ը, bridge-ը, chamfer-ը, extrude-ը, ինչ է անում split-ը, ուրեմն սեղմում եմ split-ի վրա ու այս գծերից երկուսը դառան, որտեղ ինքը կետերից բաժանում է արել, ավելի ճիշտ այս պարագայում սենց ասեմ, հա, այս երեքը իրար հետ պիտի լինի, որովհետև ինքը այս կետերը, կողքի կետերը պահում են, ես այս ստեղ տեսնում եմ, որ բաժանում է տեղ ունեցել, այսինքն split-ը բաժանում է գծերը գծերից, այս հատվածում բացել է, պատրել է, այս հատվածում, քանի որ ինքը պահող կետ է ու ես տեղ չէի նշել սրանից ենքոն, այս հատվածում մնացել են իրենք ճիշտ նույն տեղում ու գծերը բաժանված չեն հետևի մասում, այս հատվածում բացեցի ես, Ctrl Z-ով կարող հետ գնալ, split-ը, սպարագային break-ը կարևոր չի գծերի ռեժիմի ժամանակ ներողություն, այստեղ ուրեմն split-ը հասկացենք, insert vertex ինչ է անում, այստեղ ցանկացած գծի վրա կետեր է դնում, աչքլիկ անեմ գամ vertex-ների ռեժիմ, սենց վերցնում, շարժում, փոփոխություն ենք կարողանում անել, այսենց, այս իհարկե Ctrl Z-ով այնքան չէի գնացել, որ փակեր, split-ը մնացել է, դրա համար այս հատվածում երկու գիծ էինք ունեցել, ուրեմն insert vertex-ը կետերն էր դնում, remove-ը գիծը ջնջում է, նայեք,
box-ից ստացանք sense բան։ Գիծը գնա ջնջվեց եւ հարթությունների միջև մի հարթություն դարավ, այս երկու հատը իրար կպան։ Սա remove-ը, որն նույն control backspace-ն է։ Այստեղից ուրեմն գանք extrude հասկացանք chamfer-ը, bridge-ը, connect-ը, գծերի connect-ը ու target weld-ն ու weld-ը այդ չեն կիրառվում, այդքան էլ չեն կիրառվում, որովհետեւ ավելի կարճ ես կարևոր գործիքները ցույց տամ, այս վիդեոյի ընթացքում անդրադառնամ այստեղից border polygon ռեժիմների ժամանակ ինչ գործիքներ է տալիս ինձ։ Ես ուզում եմ այս polygon-ների ռեժիմի ժամանակ ցույց տամ մի հատ ուրիշ ցիլինդր մոդել եմ դնում այստեղ։ Այստեղի գծերը քչացնում եմ։ Այստեղին քչացնում եմ, մի վայրկյան։ Այսա բարձրացնում եմ, բայց այս գծը փորձում եմ։ Հիմի այստեղից գալիս եմ ես ասում որ նորից մոխրագույն լինի։ Սրա քանակը ասենք 8 լինի օրինակի համար։ Ինչ տարբերություն կար, օրինակ polygon-ի extrude-ի մեջ մի քանի ֆունկցիաներ ունենք։ Այստեղից ուրեմն edit polygons ռեժիմն ենք մտնում։ Տեսնում ենք, որ polygon ռեժիմի ժամանակ այստեղ առաջի գործիքը այստեղ extrude-ն է։ Extrude-ը միջև 22 թվականը միակ գործիքն է, որ կարելի է extrude եւ bevel-ը, եւ bevel-ը մի ֆունկցիա ավել է անում։ Extrude-ը սեղմում ենք սրա վրա, ասենց կարող ենք մտնիկով վերցնել, դուրս բերել, բայց որովհետեւ չափերով ճշգրիտ աշխատանք կատարենք, սեղմում ենք այս սրա վրա, այս իր կոճակի կողքը գտնվող քառակուսի փոքր կոճակի վրա, այստեղ թիվը կոնկրետ չափով, ասենք չափ ենք գրում այստեղ, այդքան չափով է դուրս բերում, ասենք 50 միլիմետր։ Այստեղից դե ասեմ պլյուս, sense 50-50-ներով առաջ կգնա ինքը։ Ես ասում եմ այստեղից okay, ուզում եմ ցույց տամ, թե ինչ կանի օրինակի համար local normal-ը ֆունկցիան extrude-ի ժամանակ։ Օրինակի համար սրա վրա նորից edit poly եմ դնում, ես մտնում եմ polygon-ի ռեժիմ, հասկացանք ինչ էր անում extrude-ը մի ռեժիմի ժամանակ։ Ես բնականաբար այս պարագայում sense բարձրացնում եմ վերև, իդեպ 22 թվականի TD-Max-ից հետո արդեն ոչ միայն extrude-ով, այլ shift-ը սեղմած կարող ենք sense սեղմեմ, ձախ կլիկով վեր քաշել polygon-ը։ Բացի դրանից, եթե ես extrude-ի միջի գործիքակազմը ուսումնասիրելու, այստեղից եմ սեղմում, հա իդեպ այս ուզում եմ ես sense control-ը սեղմած նշում եմ բոլոր polygon-ները, եթե այստեղ նշել եմ, control-ը սեղմում, կրկնակի կլիկ եմ անում այստեղ, ինքը ամբողջությամբ նշում է։ Այստեղ այս հատվածի վրա ես ցույց եմ տալիս extrude-ի մնացած ֆունկցիաները։ Extrude եմ անում, նայեք ինքը չի հասկանում, թե ես ինչ ուղղությամբ եմ տանում, sense խնդիր է տալիս։ Ես այն սովորական նորմալը, գրուպն էր, որն այս պարագայում ինքը չգիտի ինչ ուղղությամբ, եթե ես ասեմ այստեղից local normal, այսինքն բոլոր կողմերից ինքը դուրս կբերի extrude-ով։ Այսինքն բոլոր կողմերից դա box-ի վրա չուզեցա ցույց տայի, որտեղ ավելի հեշտ, ավելի պատկերացնելու համար այս ցիլինդրի վրա եմ ավելի պատկերավոր ներկայացնում։ Հիմա ուրեմն այս ցիլինդրի վրա եթե ես այստեղից local normal-ն այսինքն բոլոր կողմերից հավասարաչափ extrude ալին դուրս է գալի polygon-ները, ես եթե այստեղ սեղմեմ by polygon, նայեք ինչ տեղ ունեցավ, ամեն մի polygon ասում առանցին դուրս բերեմ։ Եթե sense պլյուսներ տամ, sense կմեծանա։ Control Z հրկնում եմ հետ, այսի ջնջում եմ եւ հասկանանք մնացածը։ Օրինակի համար, եթե ես ասեմ extrude-ի փոխարենը bevel, այսենց այս amount-ը, նայեք, նույն ձևի, եթե ասում եմ by polygon, բոլոր կողմերից հավասարաչափ դուրս գա, այստեղ մենք ունենք ռեժիմ, երկրորդը, bevel-ը ընդհանուր extrude-ով սրանց է ավել, որ outline գործիքն ունի, ինչ անում outline-ը։ Ասում է այս դուրս եկած polygon-ները կարանք line-ացնենք, մեծացնենք իր մասշտաբը ու sense սուր դարձնենք օրինակի համար։ Մի հատ ֆունկցիա ավել է bevel-ի մեջ extrude-ի համեմատ։ Ասում ենք իրան okay օրինակի համար, եթե ուզում ենք պահպանել։ Ես այս բանին հետ եմ գնում,
տեսնեմ ինչ ունեմ մյուս ինչ ֆունկցիաներ բաց թողեցի ես։ Հիմի այստեղից extrude-ը հասկացանք, bevel-ն հասկացանք, outline-ը ինչ է անում, սենց օրինակի համար այս վերև հատվածը սենց մեծացնում, փոքրացնում, այսինքն ինչքան շատ կարևոր ֆունկցիա չի, որովհետև դա scale-ով է կարող անենք։ Ամեն դեպքում սա outline-ներ, այստեղ inset-ը։ Օրինակի համար inset-ը այս սենց ասում եմ, որ ես այս երկու պոլիգոն կամ մի պոլիգոնը, եթե բոլորն են ասեմ, նույն բոլորն է կանի։ Inset-ը սենց դեպի ներս գնացող մի հատ սենց փոքր պոլիգոն է ստեղծում, իր կողքից սենց ռամկա ստեղծելով, թողնելով։ Ասում եմ իրեն եթե ասեմ OK, կհաստատվի, եթե պլյուս ասեմ, նորից տենց ստեղծելով կգնա։ Ես կասեմ, այստեղից դուրս եմ գալիս, մի հատ է Ctrl Z, inset-ը հասկացանք։ Ինչ է անում flip-ը։ Flip-ը ամբողջական, թե ցանկացած պոլիգոն դարձնում է հակառակ։ Ինչն է հակառակ։ Այսինքն ես մաքսի մեջ ինչ գործ որ անում եմ, ինչ մոդելի հետ, այդ մոդելը մեր կյանքից սենց օրինակ բերեմ, շորինը նման, որ ունի կտորի է նման, ունի շիտակ եւ հակառակ կողմ, այսինքն շիտակ կողմը, երբ որ նշում ենք, սենց բաց վարդագույնով է նշվում եւ ցույց է, ինչեւ նշելն է, ցույց է տալիս օրինակի համար այս պարագայում, եթե մոխրագույն եմ դրել, մոխրագույն։ Եթե ես օրինակի համար այս մասը ջնջեմ, delete տամ, տեսնում եք, որ ներսի մասում ինքը սև է ցույց տալիս։ Եվ եթե նշեմ ներսի մաս հատվածները, ինքը ցույց է տալիս մուգ վարդագույն, տեսեք տարբերությունը։ Եթե ես հիմի ասեմ, այսինքն ընդհանուր նշեմ, ասեմ flip, ճիշտ կողմը, ներսի կողմը դարձավ, եւ ներսի կողմը տեսեք բաց վարդագույնը, դրսի կողմը մուգ վարդագույն։ Այսինքն ես շիտակ կողմը ներս էի տարել։ Նորից դուրս եմ բերում եւ անցնում եմ մնացած իմ գործողություններին ցույց տալու, թե այլ ինչ գործիքներ ունենք։ Ctrl Z-ով նորից եկա ես հետ։ Ուրեմն այստեղ ես պոլիգոնների ռեժիմի ժամանակ ինչ եմ թողել, ամենաշատ օգտագործվող գործիքները extrude, inset, flip, դրանք մեկի bridge ամենակարևորներից։ Bridge-ը ցույց չեմ տվել, թե գծերի bridge-ը ցույց տվեցի, բայց հիմա ցույց տամ նաև պոլիգոնների bridge-ը։ Օրինակի համար դա ցույց տամ այս box-ի վրա, մի հատ էս copy եմ անում, այսենց ասում OK, սրա վրա edit poly կա, բայց ես ուզում եմ, որ edit poly-ին միջոցով, այսինքն սրա edit poly-ն նաև սրա վրա լինի, իրենք ավելի ճիշտ touch լինեն, միասին մի մարմնի, ավելի ճիշտ ոչ թե մի մարմնի, ոչ թե ֆիզիկապես էս պահին կպած, այլ նույն ընտանիքի անդամ լինեն, touch եմ ասում, սեղմում սրա վրա։ Հիմի այս երկուսը նույն անուն ունեն, նույն գույն ունեն, ես շարժելու նույնիսկ դեպքում իրենց երկուսին էլ միաժամանակ շարժում եմ։ Հիմից դե այս գծերը ջնջեմ, ուրեմն այս գծերը իհարկե մնացած չեն խանգարում։ Պոլիգոնների ռեժիմի ժամանակ bridge-ն անցնենք։ Bridge-ը սեղմում եմ սրա վրա եւ սեղմում եմ սրա վրա, ու ասեմ ստեղից bridge ինքը սենց երկու պոլիգոններ միացնում է իրար, դարձնում է ֆիզիկապես արդեն մի մարմին, մի կտորից։ Այլ նայեք էլեմենտը սեղմում ամբողջությամբ մի կտոր անշում։ Հիմա ես գնամ պոլիգոնների ռեժիմի ժամանակ, տեսնեմ ինչ եմ բաց թողել։ Այդ bridge-ի մեջ կարգավորումների բաժնում սենց մի հատ ֆունկցիա ունենք, այս այդտեղ եթե մենք սեղմենք այսպես, ինքը կասի այստեղ կարող եք սեգմենտներ ավելացնեք, սեգմենտներից հետո այստեղ այս հատվածը bias-ը, ներողություն, bias-ին ձեռ չենք տալիս, taper-ն ինչ անում, այսինքն կարող ուրացնի, հավելյալ ֆունկցիաներ կամ սենց նեղացնի։ Սենց այս ֆունկցիաներին զրոյացնեմ ծանոթացանք, smooth-ը կարևոր չի, այսենց կարող այսի բոլորի այդքան բան։ Եթե ես բնականաբար ստեղից տիշկեն դնելով կարող եմ հաստատել, x-ով բացաբանեմ, դուրս եմ գալի։ Միշտ հիշեք, որ ինքը վերջի պարամետրերը միշտ հիշում է, եթե ստեղից էլ դնեմ, կհիշի ինքը այդ պարամետրերը, պետք է զրոյացնեմ անպայման այստեղից, որպեսզի ինքը իր սկզբնական վիճակին վերադառնա, ասեմ OK։ Այստեղ ես bridge-ն էլ ցույց տվեցի, extrude bevel bridge, inset, flip, բոլորը գլխավորներն անցանք, սրանց այս գործիքներն առանցին պետք է անդառնան։ Ուրեմն
դուրս եմ գալիս այս հատվածից, ուրեմն պոլիգոնների ռեժիմը հասկացանք։ Border ռեժիմի ժամանակ շատ բան չունենք անելու, այստեղ ուրեմն այս պոլիգոնը, որ ջնջեցի, ես այստեղ հենց border ռեժիմ գամ, այստեղ առաջարկում է այստեղ պատրված հատվածը նշեմ ու ասեմ cap։ Իսկ մնացածը bridge-ը, ասենք chamfer-ը, extrude նույն ֆունկցիաներն են կատարում բացված հատվածների հետ։ Այսքանը գլխավոր գործիքների մասին, կարևորագույնները, ինչ ֆունկցիաներ ունենք մենք edit poly-ի մեջ։ Առայժմ այսքանը առանցին մի հատ լատինատառերը ես կմոդելավորեմ, դա կլինի առանցին վիդեո հենց edit poly-ով, որպեսզի ավելի լավ հասկանանք, թե կոնկրետ գործի ժամանակ ոնց ենք կիրառում ամեն տարբեր դրվագներում։ Այսքանը առայժմ, շնորհակալություն։